Մի սեղանի շուրջ տարբեր սերունդներ են, թեման մարդկային հարաբերությունները։ Ընտանիքի միջազգային օրը Մաչանենց տանը թեմատիկ հանդիպում էր։ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ կամուրջ դեպի բարեկիրթ սերունդ ծրագրի երիտասարդների հետ փորձեցինք կազմակերպել գեղեցիկ հիշարժան օր, հրավիրելով իրենց ընտանիքի անդամներին, տատիկ-պապիկներին եւ իրենց հետ ունենալ մտերմիկ ջերմ երեկո թեյախմության շուրջ, նպատակն այն էր, որ իրենք կիսվեն իրենց հուշերով, թորնիկ տատիկ կապով։ Մեր օրյա ծնողավարությունը չափազանց տարբեր է, մեր տատերի ժամանակաշրջանում այն ենթագիտակցական մակարդակում էր, միայն թե շատ ավելի հուզական ու անմիջական։ Երբ համեմատականներ ենք անցկացնում ներկա ժամանակներին եւ անցյալի հետ, հատկապես մեր տատիկների երիտասարդության տարիների հետ, հասկանում ենք, որ չնայած նրան, որ բազմաթիվ խոչընդոտներ, խնդիրներ են եղել նախկինում, որոնք իրենք ամեն օր են հաղթահարել ու ավելի բարդ է եղել կենցաղային խնդիրները լուծել, ընդհանուր միջև լվացքի մեքենա ունենալը եւ մնացյալ այլ խնդիրներ, իրենք միևնույն է հասցրել են ժամանակ տրամադրել երեխաների դաստիարակությանը, իրենց հիգիենային ու մնացած այլ հարցերի։ Առանց հատուկ կրթության ու համացանցի հայ կնոջ մոտ ընտանիքի կառավարումն ու երեխաների դաստիարակությունը միշտ էլ լավ է ստացվել։ Վերջերս շատ հետաքրքիր դիտարկում արեցի, երբ որ համեմատում ենք նախկին տարիների խաղերի հետ, հասկանում ենք մասնագիտական առումով, որ մեր մեծահասակները, տատիկները հատկապես, նախկինում երեխաների հետ խաղացել են այնպիսի խաղեր, որոնք ներկայում մենք օգտագործում ենք որևէ դրական արդյունք ստանալու համար։ Օրինակ նույն ծիկ խաղը, երբ որ մենք երեխաների հետ խաղում ենք, նախկինում մեր ծնողները կամ մեր տատիկները խաղացել են պարզապես չունենալով գիտական որևէ հիմնավորում։ Իսկ հիմա մենք ունենք հիմնավորում, որ այդ խաղի միջոցով մենք օրինակ կարողանում ենք կենտրոնացնել երեխաների ուշադրությունը։ Փորձի փոխանակումն ընտանիքի երջանկության գրավականն է։ Հենց այս ճշմարտությունը տարիներ շարունակ առաջնորդել է շատերին։ Այսօր էլ թեյի սեղանի շուրջ ավագ սերնդի խորհուրդները կարևոր դաս են երիտասարդների համար։ Ինչ իրավիճակում էլ երեխան հայտնված լինի, որպիսի հանկարծ չարգելակեք, որ երեխան «Էդի չես արել», չանհանգստանաս, մինչև վերջ լսեք, երեխան ինքը ամեն ինչ կպատմի, հետո վերջում արդեն որպես մտերիմ ընկեր կարողանաք հետը զրուցել, թե որտեղ էր ինքը սխալ։ Այդ ժամանակ երեխան հաստատ իր սխալը կընդունի։ Երեկոյի հատուկ հյուրն Արուս Մկրտչյանն է, ամուր ընտանիքի գաղտնիքներին լավ է տիրապետում։ Երիտասարդ սերունդը նրա խորհրդի կարիքը հաստատ ունի։ Հայ ընտանիքի գաղափարը դա շատ կարևոր է, շատ։ Լավ ընտանիքը դա մեր պետության հիմքն է։ Եթե երկիրը չունեցավ լավ ընտանիք, ընտանիքների գումարումից այդ ամբողջ շղթան է, որ առաջանում է այդ պետությունը, որովհետև ընտանիքում են մեծանում երեխաները։ Ընտանիքն է ամենաառաջին դպրոցը, ծնունդից մինչև այդպես ընդհանրապես ամբողջ հասունացում, որովհետև ընտանիքում է գնում դաստիարակությունը։ Հայ կինն է ընտանիքի սյունը, Արուս Մկրտչյանը մոր դերի մասին կարող է ժամերով խոսել։ Կնոջ դերն այնքան մեծ է, կինը խաղաղության աղավնին է։ Կինը իր մոտեցումներով, իր ընտանիքի անդամների նկատմամբ այնքան պիտի դիվանագետ լինի, եւ հոգեբան, եւ դիվանագետ։ Հաճելի երեկոն նաև փորձություններով էր, տատ ու թոռ կապն ավելի ամրապնդեցին զվարճալի խաղերի միջոցով։ Երբևէ իրարից նեղացել եք։ Չէ։ Հա, ես նեղացել եմ։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուրշ։